Տեսեք, երեք ինքը ասում է, որ հայոց բոլոր կաթողիկոսներին նշանակել են թուրքերը։ Հայաստանի կաթողիկոսությունը սկսվել է 4-րդ դարից։ Թուրքերը Հայաստանին վերահսկողություն են սահմանել Հայաստանի վրա 1639 թվականին Բաղդադի պայմանագրով։ Իրանի եւ Պարսկաստանի, ընդ որում արևմտյան Հայաստանի նկատմամբ սահմանն անցել է Ախուրյան եւ Արաքս գետերով։ Ինչպես են նրանք բոլոր կաթողիկոսներին նշանակել թուրքերը։ Երբ Հայաստանում կաթողիկոսություն եղել է Իրանի Հանրապետության Պարսկաստանի գերիշխանության ներքո, ընդ որում պարսկական ոչ մի շահ չի միջամտել կաթողիկոսի ընտրությանը։ Երբեք չի միջամտել։ Պարսիկները անգամ Նադիր շահը, որը եղել է Հայաստանում եւ հայերի գաղթն է կազմակերպել, Նադիր շահը խոնարհվել է Էջմիածնում կաթողիկոսի առաջ։ Խորհրդակցել են նրա հետ։ Մովսես կաթողիկոսը, որը Մովսես կաթողիկոսը եղել այդպիսի մի տականք, որ 300 թումանով Էջմիածնի կաթողիկոսությունը դրել է վարկի տակ շահական արքունիքում, անգամ շահը այդ ամբարո կաթողիկոսին, որը փախել է, գնացել է Եվրոպա եւ այնտեղ սատկել է, անգամ այդ կաթողիկոսին ինքը գանկեց իրավունք չի ունեցել անել, բողոքել է Խոտանանցի, Սյունեցի կաթողիկոսին, որը հետագայում կաթողիկոս դարձավ, խնդրել է, որպեսզի կաթողիկոսական գահը ինքը համաձայնվի ընտրվի, ինքը չի նշանակել։ Խնդրել է, որպեսզի համաձայնվի, որպեսզի ժողովուրդը եւ եպիսկոպոսած ժողովը իրեն ընտրի, բայց չի միջամտել։ Դու այնքան անգրագետ ես, Նիկոլ, այնքան ոչնչություն, որ չես հասկանում, որ Կիլիկիո կաթողիկոսությունը եղել է Թուրքիայի Օսմանյան կայսրության ներքո, բայց Օսմանյան կայսրության հատուկ Մեհմեդ II-ի կոնդակով եղել է ինքնավար։ Երբ Մեհմեդ II 1453 թվականին գրավեց Կոնստանդնոպոլիսը, 3 օր հետո հավաքեց բոլոր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ բոլորին հռչակեց ներքին ինքնավարություն Օսմանյան կայսրության մեջ։ Այդ կոնդակը մինչև այսօր պահվում է Ստամբուլի թանգարանում։ Եվ հրեաները, եւ հույները, եւ հայ կաթոլիկներն ու հայ ուղղափառները, այն ժամանակ հայ կաթոլիկներն ներեցեք չկային, հայ հունական եւ հայ ուղղափառ եկեղեցիները ստացան ներքին ինքնավարություն։ Պատրիարքին սուլթանը երբեք չի ընտրել։ Պատրիարքին ընտրել է հայ ինքնավար մարմինը, որից հետո պատրիարքը ներկայացել է սուլթանին ստանալու համար կոնդակը եւ որպես օրինաչափություն կոնդակը տրվել է մեխանիկորեն հարգելով հայ համայնքի ընտրությունը։ Կիլիկիո կաթողիկոսները միայն ստացել են, ընտրվելուց հետո ստացել են Էջմիածնի կաթողիկոսանի օրհնությունը։ Անգամ չեն ներկայացել եւ կոնդակ չեն ստացել սուլթանից, պարզապես կաթողիկոսական նամակով սուլթանի բարձր դռանը կառավարության ներկայացրել են նոր ընտրված կաթողիկոսին։ Ի գիտություն։ Այդպիսի հսկայական ինքնավարություն է ունեցել հայ եկեղեցին Օսմանյան կայսրությունում։ Եվ անգրագետ ոչնչություն, ինչպես կարող են թուրքերը կամ իրանցիները այդպիսի բան անել, ինչպես դու ասում ես թուրքերն են ընտրել, եւ Թուրքիայի սահմաններում չի եղել Էջմիածինը։ Դա բացարձակ սուտ է եւ ժողովրդին խաբելու, այ հիմա դու ճիշտ ես, որ Էրդողանը հրամայել է, որպեսզի ինքը նշանակի հայոց կաթողիկոսին։ Այ հիմա դու հասցրել ես հայ ժողովրդին ոչնչացման այնպիսի մի աշճան, որ անգամ կաթողիկոսին ընտրում է, քեզ ընտրել են թուրքերը,
5 միլիարդով եւ 211 միլիոն դոլար ինչու ես դու ստացել 218 թվականի հունիսին Ադրբեջանի կենտրոնական բանկից։ Ուր են այդ փողերը։ Ինչու ես դու ստացել եւ Ալիևը դրանից անմիջապես հետո հայտարարեց, որ իրենք մասնակցություն են ունեցել հեղափոխության, այսինքն քեզ իշխանության բերելուն, թուրքերը մասնակցություն, թուրքերն են քեզ բերել իշխանության։ Էրդողանն նույնը հայտարարել եւ բացահայտվեց, որ Բուխարեստից 1.5 միլիարդ դոլար փող է փոխանցվել Հայաստանում հեղափոխություն անելու հետո եւ չգիտես ինչու 1.5 միլիարդ փող այդ օֆշորից տեղափոխվել է Բուխարեստի նույն հաշվին, որով Հայաստանի Հանրապետությունը հեղափոխություն է կատարվել։ Անգրագետ ոչնչություն։ Դու օրենք ես ընդունում, այսինքն կառավարության որոշում ես ընդունում հողահատկացումները եկեղեցու դադարեցնել եւ շողակաթ հեռուստաընկերությունը փակում ես։ Չակերտավոր իրավապաշտպան սորոսական վիժվածքներ։ Ես նրանք, ովքեր Սորոսից փող ստացան եւ Հայաստանը հասցրեցին կորցրատման, ես մեկ բառով եմ ասում՝ սորոսական վիժվածքներ, փողամոլ ստահակներ, սաքրուստներ եւ մնացած վիժվածքներ։ Շողակաթը փակել են։ Մամուլի միջոց են փակել։ Տարբեր տեսակի տահաճ, անինքնասեր ոչնչություն դեսպաններ եվրոպական։ Շողակաթը փակել են, հեռուստաընկերություն են փակել։ Ուր է ձեր ճղղոցը խոզական։ Ուր է։ Հերոսներ են բանտարկվում, ուր է ձեր ճղղոցը խոզական։ Եվրոպական, այսպես կոչված չակերտավոր ազատամիտ ոչնչություններ։ Ուր է։ Ես ուզում եմ այդ անգրագետ ոչնչությանը Նիկոլ կոչված շիզոֆրենիկ անմեղ սունակին ասել գնա կարդա Գրիգոր Գրիգորյանի Տաթևի կալվածատիրական հողատիրությունը գիրքը, ֆունդամենտալ աշխատություն է։ Եվ դու կտեսնես, որ ոչ մի թուրք-թաթարական բյուզանդական իշխանության ժամանակ հայոց եկեղեցու հողատիրական իրավունքները ոչ ոք չի վիճարկել, չի նեղացրել։ Եվ ընդհակառակը հայ իշխանները, որպեսի եկեղեցին միակ կառույցն էր, որը հայ ժողովրդին պահում էր հայկական, նրանք հողեր են տվել, որպեսի եկեղեցին տնտեսապես հզոր լինի, կարողանա սերունդ կրթել, դաստիարակել եւ հային հայ պահել։ Հենց միայն նա համար, որ դու ուզում ես եկեղեցին չլինի, հայը հայ չմնա, դու զրկում ես հողատիրական իրավունքից հայոց եկեղեցուն։ Փաշազադեն Ղազիների ժողովում ասել է, որ մենք վերադառնանք արևմտյան Ադրբեջան, հայոց եկեղեցին այն միայն ուժն է, որ կարող է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար պայքարել եւ թույլ չտալ մեզ ամբողջովին տիրել մեր պատմական հայրենիքին։ Հենց միայն դրա համար ժողովուրդ, ես ուզում եմ, որպեսզի այդ գաղափարական շղթան դուք ճիշտ հասկանաք։ Հայտարարել են, որ Հայաստանի եկեղեցի միակ ուժն է հային հայ պահելու համար եւ Նիկոլը հարձակվել է Հայաստանի վրա։ Հայոց եկեղեցին իր տնտեսական հզորությամբ կարող է գործել եւ Նիկոլը հարձակվել է եկեղեցու տնտեսական ինքնիշխանության եւ ինքնավարության վրա։ Հասկանում եք։ Երկիրը թալանած 8 միլիարդ, արդեն 9 միլիարդ պարտքի տակ դրած բյուջեն իր կանոջ հետ, իր շրջապատի հետ թալանած նիկոլական թուրքահպատակ թուրքական ապրանքների հետ թալանածը մոմի 5 կոպեկ հարկի մասին է մտածում։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Ամեն մոմից 12 դրամ հարկ է ուզում Նիկոլը։ Դուք պատկերացնում եք դա ինչ է։